3 կենդանակերպի նշաններ, որոնք հանկարծակի կհարստանան 2026 թվականի ապրիլի վերջին։ Ընկերներ, 2026 թվականի ապրիլը մեզ համար ինչ-որ յուրահատուկ բան է պահում։ 15-ից 28-ը երկնային մարմինները կհամընկնեն հազվագյուտ կոնֆիգուրացիայի մեջ, հնարավորությունների իսկական ոսկե միջանցք։ Այս ընթացքում Մերկուրին, Մարսը, Վեներան, Ուրանը և Արևը կարծես դավադրություն են կազմակերպում 3 կենդանակերպի նշաններին անսպասելի ֆինանսական խթան տալու համար։ Դուք կզարմանաք, բայց մենք խոսում ենք ոչ միայն սովորական փողի նշանների մասին։ Ինչու ապրիլի վերջ։ Նախ ապրիլի 17-ին մենք ունենք նորալուսին էներգետիկ խոյում, ապա մի քանի մոլորակներ կփոխեն իրենց նշանները։ Ամենամեծ անակնկալն այն է, որ Ուրանը, անակնկալների մոլորակը, ապրիլի 26-ին 84 տարվա ընթացքում առաջին անգամ մտնում է երկվորյակների համաստեղություն։ Միայն այս իրադարձությունը խոստանում է փոփոխություններ, բայց եկեք ամեն ինչ քայլ առ քայլ քննարկենք։ Ծուլ, տիեզերքի անակնկալ նվեր։ Եթե դուք ծնվել եք ծուլի նշանի տակ, կարող եք վստահորեն սպասել հրաշքի 2026 թվականի ապրիլի վերջին, և դա միայն հաջողություն չէ։ Ապրիլի 20-ին Արևը մտնում է ձեր նշան, մեկնարկելով ձեր անձնական իշխանության սեզոնը, իսկ ապրիլի 24-ին տեղի է ունենում իսկապես հազվագյուտ իրադարձություն։ Ժամը 1:58-ին Վեներան, ձեր կառավարիչը, միանում է Ուրանին ուղիղ ծուլում։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Վեներան փողի և գեղեցկության մոլորակն է, մինչդեռ Ուրանը խորհրդանշում է անակնկալ, խորաթափանցություն և ճակատագրի նվերներ։ Նրանց միությունը ձեր նշանում գրեթե միշտ բերում է անսպասելի շահույթներ, չհաշվառված բոնուս, հին պարտքի մարում, հաղթանակ կամ շահավետ առաջարկ, որը դուք չեք կարող մերժել։ Երկվորյակներ։ Ուրանը բացում է դուռը դեպի նոր իրականություն։ Երկվորյակների համար 2026 թվականի ապրիլի վերջը կլինի երկատման կետ։ Դա պայմանավորված է նրանով, որ ապրիլի 26-ին ժամը 00:52-ին Ուրանը մտնում է ձեր նշան, ամբողջ 7 տարով։ Սա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ, բայց դուք կստանաք ամենահամեղ բարիքները մուտք գործելուց հետո առաջին մի քանի օրերը։ 2 օր առաջ, ապրիլի 20-ին, Վեներան մտնում է երկվորյակների մեջ, այնուհետև ապրիլի 26-ին նա նուրբ սեքստիլ է կազմում Նեպտունի հետ ձկների համաստեղության։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Ձեր խոսքերը սկսում են գրավել փողը, այսօր սկսած ցանկացած զրույց կարող է հանգեցնել պայմանագրի կամ անսպասելի վճարի։ Ջրհոս, Պլուտոնի և Մարսի աջակցություն եկամտի վերափոխման ժամանակ։ Ջրհոս, ձեր ժամանակը եկավ, դուք վաղուց սովող եք անսպասելիին, բայց այնինչ կպատահի 2026 թվականի ապրիլի վերջին կգերազանցի բոլոր սպասեկումները։ Ձեր հիմնական ֆինանսական աջակցիցը Պլուտոնն է, որը ներկայումս գտնվում է ձեր նշանում։ Նայեք միջոցառումների օրացույցին։ Ապրիլի 16 Մարսը սեքստիլ է Պլուտոնի հետ, 18:59-ին։ Ապրիլի 18-ը Մերկուրին սեքստիլ է Պլուտոնի հետ 20:34-ին։ Սա նշանակում է, որ ձեր էներգիան և ինտելեկտը մուտք են գործում խորը ռեսուրսների։ Դուք հանկարծակի կտեսնեք, թե ինչպես կարող եք վերագործարկել եկամտի հին աղբյուրը կամ գտնել բոլորովին նորը, և առանց մեծ ջանքերի, ավելի շուտ ինտուիտիվ կերպով։ Ինչ ընդհանուր ունեն այս երեքը։ Երեք նշաններն էլ՝ ծուլ, երկվորյակ և ջրհոս, 2026 թվականի ապրիլի վերջին հանկարծակի հաջողություն կունենան։ Սակայն նկատի ունեք, նրանցից ոչ մեկը չի տեսնի, թե ինչպես է փողը երկնքից ընկնում։ Բախտը կգա առկա տաղանդների և կապերի միջոցով։ Ծուլը կշահի առօրյա գործողություններից, երկվորյակը հաղորդակցությամբ և ջրհոսը գործընկերությունների և խորաթափանցությամբ։ Ամենազավեշտալին այն է, որ ոսկե միջանցքը կտևի ընդամենը մի քանի օր, ապրիլի 24-ից 28-ը։ Այս ընթացքում լուսինը կանցնի իր առաջին կարորդում, ապրիլի 24-ին 2:32-ին, առյուծում, ավելացնելով հումորային լիցքարք։ Մի վատնեք դա, վստահեք անսպասելի առաջարկներին, բայց ստուգեք մանրամասները։ Եվ հիշեք, անգամ եթե դուք չեք ընկնում այս 3 նշանների մեջ, ապրիլյան էներգիան միևնույն է կդիպչի ձեզ։ Պարզապես բաց եղեք նոր փորձառությունների, և ձեր անձնական ֆինանսական խթանը շատ մոտ կլինի։ Տիեզերքը մինչև 2026 թվականի մարտի վերջը անակնկալ ունի այս 4 կենդանակերպի նշանների համար։ Չնայած դա հիմա լիովին նկատելի չէ, մակերեսի տակ մի կարևոր բան է աննկատ կառուցվում։
4 կենթանակերպի նշանների համար մինչև 2026 թվականի մարտի վերջը ընկած ժամանակահատվածը կրում է իրական շրջադարձային կետի էներգիա։ Մի ամիս, որը կարող է փոխել ուղղությունը, առաջնահերթությունները եւ նույնիսկ կյանքի երկար ճանապարհը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարող է դանդաղ կամ անորոշ թվալ։ Կարող է առաջանալ ուշացման զգացում, բայց սա լճացում չէ, այլ նախապատրաստություն։ Մարսի ազդեցությունը խոստանում է վերադարձ շարժմանը։ Էներգիան վերադառնում է ձեզ, թեև ոչ անընդհատ հոսքով, այլ ալիքներով։ Կարող են լինել դադարներ, մտորումների պահեր, հարկադիր կանգառներ, բայց այս դադարները չեն նշանակում ձախողում, դրանք ավելի մեծ ռիթմի մաս են կազմում, որը ձեզ բերում է ճիշտ ժամանակին։ Միևնույն ժամանակ Մերկուրին հետադարձ շարժմով դեռևս պահանջում է համբերություն։ Այն խնդրում է ձեզ չշտապել, այլ վերանայել ծրագրերը եւ պարզաբանել մանրամասները, որոնք այլապես կարող էին հեշտությամբ անտեսել։ Սա կույր ցածկի ժամանակը չէ առաջ, ժամանակն է ուղղել ուղղությունը, վերանայել եւ ամրապնդել հիմքը, եւ հենց այստեղ է թաքնված ավելի խորը ճշմարտությունը։ Այնինչ իրականում նախատեսված է ձեզ համար, հավերժ չի մնափակված։ Այն կսկսի հանգիստ եւ անխուսափելիորեն առաջ շարժվել, երբ ժամանակը գա, բայց ամեն ինչ, որ հիմնված է կասկածի, անհամապատասխանության կամ թույլ աջակցության վրա, կարող է սկսել մարել, ոչ թե որպես կորուստ, այլ որպես անհրաժեշտ մաքրագործում։ Ահա թե ինչու է այս ժամանակահատվածն այդքան հզոր։ Խոսքը միայն շարժման մասին չէ, խոսքը համաձայնեցման մասին է։ Մարտի վերջին այնինչ մնում է ավելի ուժեղ, ավելի պարզ եւ ավելի իսկական կլինի։ Այնինչ սկսվում է կունենա իրական ներուժ, եւ այնինչ մարում է տեղ կազատի այն բանի համար, որն ավելի շատ համապատասխանում է այն մարդուն, ում դուք դառնում եք։ Սա քաոս չէ, սա վերակարգավորում է։ Եվ նրանց համար, ովքեր պատրաստ են վստահել գործընթացը, այստեղ սկսվում է իսկապես կյանքը փոխող մի բան։ Խոյ, մինչ Վեներան անցնում է ձեր նշանով, ինչ-որ նշանակալի բան աննկատելիորեն ձևավորվում է։ Վեներան սիրո, գեղեցկության եւ առատության մոլորակը հնարավորությունների ալիք է բերում։ Ձեր ֆինանսները կարող են սկսել բարելավվել, ձեր անձնական հմայքը կդառնա ավելի կենսունակ, եւ արդեն առջևում խորը փոփոխությունների մի շրջան է, որը թերևս ձեր երբևէ ապրած ամենագեղեցիկ շրջադարձերից մեկն է։ Միևնույն ժամանակ ձեր նշանի մեջ գտնվող Սատուրնը ապահովում է անհրաժեշտ կառուցվածքն ու կարգապահությունը այդ փոփոխությունները կանխելու համար։ Այն օգնում է ձեզ հավաքել ձեր հանգստությունը, կենտրոնանալ եւ պահպանել ձեր թափը, որպեսզի Վեներայի ներկայացրած հնարավորությունները չանտեսվեն։ Եվ Նեպտունի նուրբ ազդեցությունը ձեզ դարձնում է ավելի տաք, ավելի նուրբ եւ ավելի մատչելի։ Ձեզ համար ավելի հեշտ է ցուցաբերել կարեկցանք եւ ընդունել մտերմությունը։ Բայց Վեներան այստեղ կարծես գտնվում է անծանոթ հանգամանքներում եւ նրա էներգիան ծավալվում է ոչ ստանդարտ ձևով։ Հետևաբար ներքին վերաբերմունքը ոչ թե հետապնդելու, այլ գրավելու, հատկապես օգտակար է ձեզ համար հիմա։ Վստահեք, որ ձերը կգա առանց բռնության կամ ճնշման, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի ձևերով։ Հիմա կարևոր է, որ դուք համատեղ եք հմայքը կարգապահության հետ, բացությունը ինքնահարգանքի հետ եւ մտնեք փոփոխությունների մի շրջան, որը կաջակցի եւ ձեր սրտին եւ ձեր երկրային նկրտություններին։ Ձկներ, 2026 թվականի մարտի վերջին ձեզ համար շատ հզոր պահ է կառուցվում։ Այս ամիս ձեր նշանում խիտ էներգիա է կուտակվում, որը ձեր ներկայությունը զգացնել է տալիս, նույնիսկ եթե շարժվում եք լուր եւ առանց ավելորդ աղմուկի։ Սա ժամանակն է ձեզ ավելի կենտրոնացած, ավելի կենսունակ եւ ավելի կապված զգալու ձեր սեփական ուժի հետ։ Այս ժամանակահատվածի գլխավոր պարգևը ձեր ներքին ուժի վերադարձն է։ Մինչ Մարսը ձեր նշանում է մնալ մինչև ապրիլի 9, էներգիան, քաջությունը եւ կամքի ուժը կարծես վերահաստատվում են ձեզ մեջ։ Դուք ձեզ ավելի զգոն, ավելի պարզ եւ ավելի վճռական եք զգալ այն ոլորտներում, որտեղ նախկինում տատանվում էիք։ Եթե առաջանան հակամարտություններ կամ դժվար իրավիճակներ, դուք դրանք կկարգավորեք այնպես, որ նույնիսկ ինքներդ ձեզ զարմացնեք։ Մարսի ազդեցությունը պարզություն եւ ուժ կապահովի, կտրուկ եւ անսպասելիորեն խզելու կապերը հակառակորդների կամ ձեր կյանքը թույնավորող ցանկացած բանի հետ։ Միևնույն ժամանակ Մերկուրին ձեր նշանում հետադարձ դիրքով ուժեղացնում է ձեր դիտարկման եւ մտավոր սրության ունակությունները։ Ինքնավելացությունը, խորաթափանցությունը եւ ռազմավարությունը դառնում են ավելի ուժեղ, ինչը նշանակում է, որ դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է մարտահավերներին ոչ միայն ինտուիտիվ, այլև իմաստուն կերպով կողնորոշվելու համար։ Մարտի 18-ին ձկների համաստեղծության մեջ նորալուսինը նշանավորում է շրջադարձային պահ։ Սկսում են ի հայտ գալ նոր հնարավորություններ, նոր ուղիներ եւ ձեր սեփական ուժը լիովին ընդունելու հնարավորություն։ Սա ժամանակն է վստահելու ձեր ինտուիցիային, ընդունելու ձեր էներգիան եւ վստահորեն առաջ շարժվելու։ Առաջիկա շաբաթները ձեզ հրավիրում են վերականգնել ձեր ուժը, սրել ձեր միտքը եւ բացել դուռը այն հնարավորությունների համար, որոնք համապատասխանում են ձեր խորագույն ներուժին։ Կույս, մարտի 3-ին ձեր նշանի լուսնային խավարումն արդեն իսկ առաջացրել ձեր կյանքում կարևոր շրջադարձային պահ։
Նույնիսկ եթե դրա ամբողջ ծավալը ձեր չի դրսևորվել, դուք հավանաբար արդեն զգում եք, որ փոփոխություններ են ընթանում եւ դրանք նշանակալի են։ Այս խավարումը կարող է օգնել ձեզ ավարտել կարիերայի խոշոր նախագծերը կամ նույնիսկ մղել ձեզ կայացնել համարձակ որոշում թողնելու ծանր աշխատանքը։ Այն ընդգծում է ձեր նվիրվածության արժեքը եւ մեծացնում է այն հավանականությունը, որ ձեր աշխատանքը վերջապես կնկատվի եւ կգնահատվի։ Մարտի մնացած մասը ձեզ մղում է առջերել ձեր կարիերայում։ Սկիզբը տեղի ունի մի քիչ մարգագներում։ Սա ժամանակն է թողնելու պերֆեկցիոնիզմը, ավելի վականուշ դեպքերին բականոն ինքնիդեսիվ եւ նոր ձեր ձեզեն ոչ կրկինը որ ճահանակի դմիրայած։ Այս կտրված փոփոխությունները կարող են երկարից նախություն շնան եւ արդյունքներ նոր հնարավորությունների ճանապարհը։ Յուպիտերի աջակցությունը խոստանում է ֆոնին։ Այն բերում է իմաստություն, հույս եւ հանգիստ զգացում, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությամբ։ Օգտագործի թե ժամանակահատվածը վստահությունները ձեր, ընդունեք ձեր նվաճումները եւ թույլեք որ ձեր թեքնը քննադնորեն իհայտ կան։ Մարտը կարող է հանգիստ շրջադարձային թվատվար, բայց դրա հետ կրկնեք անդրադառնալ ձեր կյանքի նշանակալի եւ երկարեցին ալիքերով երկար ժամանակ։ Աղեքնուր, ձեզ համար նշանակալի պայ է ցավալվում, քանի որ իմիտերը ձեր կառավարիչ մնորակը դեռևս դուրս է եկել հետադաշարժումից 4 ամիս։ Այս շրջանում իր հետ կեն բերում բարգադրման, շարժման ու վերադարձի վստահության խոստում։ Դուք վերականգնում եք ձեր էներգիան, կամքը եւ կյանքի հանդեպ եռանդը, նույնիսկ եթե այն դեռ չի դրսևորվել իր ուղղությունով։ Վերջին 4 ամիսները ձեզ համար մարդահավեր էին, մոտորումների ժամանակը եւ երկար ժամանակվա ներամալ զգացմունքային փորձառումներից մեկն էին։ Սակայն այս գլուխն արդեն փակվում է, ճանապարհ բացելով առաջ շարժման եւ նոր բարձրության համար։ Ֆինանսական հարցերը նույնպես դառնում են հատկապես բարենպաստ։ Աճի հաջողության եւ կայունության հնարավորություններն արդեն իհայտ են տալիս եւ այս բարենպաստ հոսքը կշարունակվի առավասը մինչեւ մինչ 30-ը։ Հատկապես կարեւորը հիմա վստահ է ձեր ինտուիցիային։ Եթե հետևեք դրան, խոչընդոտները կթվան ավելի տոխան եւ երկին ձեռը սկսեն սկսվելու։ Առաջիկա ամիսները կբերեն իրական թափ, կենսունակ հնարավորություններ եւ ինքնազարգացման զերծ։ Կյանքը ձեզ նոր սկիզբ է առաջացնում եւ Յուպիտերի Օվանի ներքո դուք գտնում եք այն կետով, որտեղ կարող եք օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, որն այդվում է ձեր ճանապարհին։ Շարունակեք ուսումնասիրել լոգիկը եւ էզոթերիզմը։ Յուրաքանչյուր նշանի եւ խորհրդանի հետևում միշտ կա իմաստի մեկ այլ շերտ։